Պատերազմի մասնակից հարյուրավոր տղաներ, ճակատագրեր ու փոփոխված կյանքեր, 172 շահառու և ավելի քան 100 նախագիծ։ Հայոց բանակի տոնին ընդառաջ 4090 բարեգործական հիմնադրամը ամփոփում է իր 5-ամյա գործունեությունը։ Իսկ այս պատասխանատու պահին հիմնադրամի կողքին է ռազմավարական գործընկեր կրթական սոցիալական բազմաթիվ ծրագրերի աջակից Արարատ բանկը։ Բեմում Հայաստանի պետական ջազ նվագախումբն է, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը և Մաշա Մնջոյանը։ 4090 բարեգործական հիմնադրամը եղել է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակիցների կողքին, հետպատերազմյան իրավիճակում օգնել ոտքի կանգնել, սովորել, չմտածել ուսման վարձի մասին ու չհանձնվել։ Բարդ, բայց լուսավոր ճանապարհ են անցել տղաների հետ, ասում է Իրինա Փահլևանյանը։ Արարատ բանկը 5 տարի շարունակ եղել է հիմնադրամի ռազմավարական գործընկերը։ Արդեն կարող ենք հպարտորեն ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին և մենք կարողացել ենք իրականացնենք մեր առաքելությունը, այն է փոխել պատերազմի մասնակիցների կյանքի որակը կրթության միջոցով։ Գալա համերգին հենց ծրագրի շահառուներն են ներկայացնում կյանքը վերագտնելու իրենց պատմությունները, ծրագրեր, որ մեկը մյուսից հավակնոտ են։ Խաչիկ Գրիգորյանը Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղից է, ծառայել է Հադրութում, մասնակցել 44-օրյա պատերազմին։ Հայաստանի ազգային agrարային համալսարանի մագիստրատուրայում է սովորում, ապագա գինեգործ է։ Հիմնադրամը իրեն տվել է մի մեծ շրջապատ, կրթվելու, զարգանալու, ապագայի ծրագրեր կազմելու հնարավորություն։ Զբաղվում եմ գինեգործությամբ, աշխատում եմ Հինարենիում որպես երկրորդ գինեգործ, ունեմ իմ սեփական գինու բրենդը, որը կոչվում է Շարոս։ Նպատակն այն է զարգացնել մարզում աշխատատեղերի քանակը, զարգացնել գինեգործությունը, գինու տուրիզմը և ապացուցել տեղի երիտասարդներին, որ հաջողության հասնելու համար պետք չէ արտագաղթել այլ երկրներ կամ բնակվել Երևանում, պետք է մնալ մարզում և զարգացնել մարզը, քանի որ երկրի հիմքը սահմանն է, մարզն է, գյուղն է։ Բարդ, բայց լուսավոր ճանապարհ են անցել տղաների հետ, ասում է Իրինա Փահլևանյանը։ Արարատ բանկը 5 տարի շարունակ եղել է հիմնադրամի ռազմավարական գործընկերը։ Մենք այս ճանապարհը միայնակ չէինք կարող անցնեինք, սա մեծ թիմի աշխատանքի և տարբեր գործընկերների շնորհիվ էր։ Արարատ բանկի դերը մեր հիմնադրամի գործունեության մեջ ուղղակի անկրկնելի էր, որովհետև մեր հուսալի գործընկերն էր այս 5 տարիների ընթացքում և մենք շատ վստահ ամեն քայլը գիտենք, որ մենք ունենք ռազմավարական գործընկեր և իսկապես դա մեզ համար շատ մեծ ուժ էր։ Արարատ բանկի համար կարևոր է, որ նման նախաձեռնությունները ինքնանպատակ չլինեն, այլ իսկապես փոխեն այս դեպքում հայրենիքի պաշտպանների կյանքի ու կրթության որակը։ 4090 բարեգործական հիմնադրամի հետ 7 նախագիծ են արել, 7-ի դեպքում էլ արդյունքից գոհ են։ Կսպասեն նոր ու հավակնոտ ծրագրերի, նշում է բանկի վարչության նախագահը։ Նրանք արդեն այս տարիների ընթացքում գնալով սկսում են իրենց փորձառությունը ձեռք բերել, ավարտել իրենց բուհերը։ Ի պատիվ բանկը ընդամենը փորձում է մի փոքր կամ այսպես ասած համեստ իր մասնակցությամբ կարողանա նման նախագծերի կողքին լինել։ Մենք հույս ունենք, որ ավելի ամուր, ավելի արժեքավոր հասարակություն կունենանք։ Բանկի հովանավորությամբ անցկացված բազում փոքր և մեծ ծրագրերից հավաքված գումարն ուղղվել է պատերազմի մասնակից տղաների կրթավճարների տրամադրմանը։ Առանց մեր գործընկերոջ, առանց թիմային աշխատանքի որևիցե արդյունքի մենք չէինք հասնի։ Մեր տղաները փաստացի տեսան, թե ինչպես կարելի է թիմային աշխատանքով այս ահռելի աշխատանքը ապահովել։ 4090 բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը սկսել ենք դեռևս 2022 թվականին։ Համագործակցությունը հիմնադրամի հետ զուտ ինքնանպատակ չէր, այլ ռազմավարական համագործակցություններ, ինչը նշանակում է, որ Արարատ բանկը մշտապես մոտ 5 տարի շարունակ կանգնած է եղել հիմնադրամի կողքին, ֆինանսավորելով տղաներին։ Այսօր իրենք գրանցել են բազում հաջողություններ տարբեր ոլորտներում։ Ունենք շահառուներ, ովքեր զբաղվում են գինեգործությամբ, արդեն սեփական գրքի շնորհանդեսն են կազմակերպել շուտով,
ոսկերչական լաբորատորիա կբացվի դպրոցներից մեկում եւ դա շարունակական է լինելու։ Եվ երեկոյի ամենահուզիչ ու ամենաանսպասելի պահը պատմություն այն մասին, թե ինչպես է պատերազմից հետո սերը փոխում մարդու կյանքը։ Հարություն Բաբայանը պատերազմի դաշտում վիրավորվում, հայտնվում է հոսպիտալում եւ ստանում առաջին անսպասելի զանգը։ Հարությունի եւ Արփիի 5-ամյա սերը հենց դահլիճում նոր կարգավիճակ է ստանում։ Արփի, դառնաս իմ կինը։ Պատերազմի մասնակից այս տղաները կշարունակեն իրենց մեծ ու փոքր պատմություններով զարմացնել շատերին, խոստանալով տարիներ հետո ուրիշներին ներկայացնել հենց իրենց հաջողության բանաձևը։ Այդ ճանապարհին նրանց կողքին կկանգնեն հավատացող մարդիկ, սոցիալապես պատասխանատու ընկերություններ, որոնց համար բիզնեսից զատ առաջնահերթ է նաև ամուր ու լիարժեք հասարակություն ունենալու մեծ տեսլականը։